Պարոն Մարգարյան, ինչի պարոն Ծառուկյանը այս քարոզարշավների ժամանակ չի մասնակցել։ Իսկ ով ասեց, որ քարոզարշավը ավարտվել է։ Կմասնակցի, մասնակցելու է։ Հիմա բակային հանդիպումները մենք խմբեր ենք ձևավորել գալիս ենք, ունենք նաև ծրագրում մեծ միջոցառումներ ավելի, որոնց կմասնակցի ինքը։ Մենք ունենք հանրահավաքների ծրագիր, կֆիքսենք օրերը, կասենք ավելի մեծ հանրահավաքներ ասենք դեսա բակային հանդիպումները ավելի մեծ մասշտաբի եւ համակարգային ավելի մեծ, այսպես հանրահավաք, որին կմասնակցի, որոնց կմասնակցի պարոն Ծառուկյանը։ Այսինքն չկա այդպիսի բան, որ չի մասնակցելու։ Ազատության հրապարակում եք անելու։ Կարծում եմ, այո։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ, դա շտաբը ինքն է արդեն իր ազեկման խնդիրներով զբաղվում, կարծում եմ, որ այնտեղ։ Թե ավելի լոկալ հանրահավաքներ էլ կարող են։ Լոկալ էլ կլինեն, բայց անպայման ազատության հրապարակում անելու ենք։ Պարոն Ծառուկյանը միայն ազատության հրապարակի հանրահավաքին կմասնակցի։ Ես չեմ կարող այսպես ասել, թե որտեղ ոնց է, դա ընթացքում որոշվում է։ Պարոն Ծառուկյանը չունի այնպիսի որոշում, որ չմասնակցի հանդիպումներին, ինքը մասնակցելու է։ Որ օրը որտեղ ինչ չեմ կարող ասել։ Տեսեք, անցած քաղաքապետի ընտրություններին նկատեցին, մամուլը նկատեց, որ պարոն Ծառուկյանը Հարություն Քուշկանի հետ միասին պտտվում էր, նրան ներկայացնում էր որպես քաղաքապետի թեկնածու, այս անգամ կարծես թե չկար, ինչն է պատճառը։ Չկա այդպիսի պատճառ, ճիշտ ասած, մենք գտնում ենք, որ եւ քաղաքական թիմը պիտի ներկայացնի իր ծրագիրը եւ այն մարդիկ, ովքեր ընտրվելու են ավականու անդամներ եւ նրանք համատեղ պիտի ներկայացնեն, որտեւ ի վերջո սա ավականու ընտրություններ է։ Ինչ ուզում են ասեն, սա ավականու ընտրություն է։ Մենք գնում ենք ավականի ընտրելու։ Ավականու ընտրությունների արդյունքներից կախված նոր կորոշվի, ասենք, քաղաքապետի ընտրությունը ոնց է լինում։ Այնպես որ մենք գտնում ենք նպատակահարմար այսպիսի տեղերում, ովքեր որ կոնկրետ մարդկանց հետ աշխատելու են հետագայում, իրենք լինեն, իրենք շփվեն։ Եվ մեծ բաներին նոր Ծառուկյանը կմասնակցի, կասի Ծառուկյանը նախ հեռուստատեսային ելույթներով է ասեմ, այնպես չի որ նա չի մասնակցել։ Խորհրդարանական ընտրություններին ու թիմ ընտրություններին էլ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ նա իր թեկնածուներին մեծամասնական քաղաքապետին ներկայացնում էր, բայց այս անգամ մի տեսակ պասիվ վիճակ է առայժմ։ Ախր մեծամասնականին ներկայացնել մի քիչ այլ, հիմա չունենք մեծամասնական մենք։ Երևան քաղաքում կուսակցությունների ընտրություն է, ոչ թե անձերի։ Այդ դեպքում ում ներկայացնի կոնկրետ։ Կուսակցությանը։ Կուսակցությանը ներկայացրել է, կուսակցությանը ներկայանում է իր գործնեությամբ, ազգային ժողովում իր գործնեությամբ, մարդկանց հետ ընտրողների հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ ներկայանում է։ Պարտադիր չի որ ասենք ինքը բոլոր բակերում նույն բանը ասի։ Ես գտնում եմ, որ այդտեղ խնդիր չկա ներկայացնելու, խնդիր չկա կուսակցությանը արդեն ներկայացնելու։ Նախընտրական շրջանում ի վերջո ավականի է ընտրվելու մարդը, ի վերջո պատգամավորներ ունենք ազգային ժողովում, ովքեր որ այս ավականու հետ հետագայում պիտի համագործակցեն, խնդիրներ կա օրենսդրական լուծում պահանջող անենք, իրենք պիտի գան անեն, մենք գտնում ենք։ Մենք այս տակտիկան ենք ընտրել։ Պարոն Մարգարյան, նախորդին Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մենք պահելու ենք բոլորի քվեն, վերահսկելու ենք ընտրական գործընթացները տեղամասերում, նկարահանելու են, տեսանյութեր են լինելու։ Նախորդ ընտրությունների ժամանակ նույնպես դա տեղի ունեցավ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց այդպես էլ այդ տեսանյութերով մենք չիմացանք որևէ բան ֆիքսվել է, որևէ խախտում ֆիքսվել է, ամեն դեպքում այդ տեսանյութերը չքննարկվեցին։ Բաներ ֆիքսվել էին, որոնք, ասենք, այդ ֆիքսված բաները կային շրջան տարբեր տեղամասերում, հատկապես շրջաններում կային ֆիքսված բաներ, այնպես չէր որ ոչինչ չէր եղել։ Իսկ ինչի՞ այդ ֆիքսված բաները չհրապարակվեցին, չասվեցին։ Ես կարծում եմ, որ դրանք այնպիսին չէին, որոնք, ասենք, այդ պահին էական ազդեցություն կթողնեին ընտրությունների արդյունքի վրա։ Մենք իսկապես համարում ենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք մեր ձայներին տեր ենք կանգնել։ Եվ հիմա էլ վստահ ենք, որ տեր կկանգնենք։ Մենք վերահսկելու ենք, բնականաբար, անելու ենք ամեն ինչ, որ տեր կանգնենք, հուսով ենք, որ կհաջողվի դա։ Եվ ոչ միայն մենք, այլ քաղաքական ուժերի հետ քննարկում ենք համատեղ։ Ես կարծում եմ, որ այս հարցը ընտրությունները մաքուր անցկացնելու ես մի անգամ ասել եմ, պիտի բոլորը շահագրգիռ լինեն, ով շահագրգռված չի լինի, ում մուտքը ծուռ է։ Եթե մեկի միտքը ծուռ է, նա շահագրգռված չի լինի։ Ես կարծում եմ բոլորը պիտի անեն։ Այնպես որ մենք այս քաղաքական համագործակցության շրջանակներում այս հարցը քննարկում ենք։ Բայց դեպքում եթե էական խախտում չի արձանագրել այդ տեսանյութերով, այդ դեպքում ինչի են ԲՀԿ-ից հնչում երբեմն հայտարարություններ, որ կեղծվել են։ Ես այստեղ նոր պատասխանեցի այդ հարցին։ Մենք համարում ենք, որ մենք տեր ենք կանգնել մեր ձայներին, բայց չենք հավատում, որ 2.5 միլիոն ընտրող կար երկրում։ Այսինքն հավելյալ ընտրողները, որ եղել են, նրանք այդքան բան։